ԱՄՆ-ի, Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո եվրոպացի զինվորականները ժամանել են Գրենլանդիա։ Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան եւ Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք որպես հետախուզական առաքելության մաս։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունն առաջիկա օրերին ավելի մեծ կլինի Գրենլանդիայում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրենլանդիայի փոխվարչապետ Մյուտ Էգիդը, շեշտելով, որ նրանք կանցկացնեն վարժանքներ։ Դանիայի խնդրանքով Մեծ Բրիտանիան մեկ զինծառայող է ուղարկել Արկտիկայում զորավարժություններից առաջ եւ կղզու նկատմամբ Թրամփի հավակնությունների ֆոնին, գրել է The Independent պարբերականը։ Մեզ չհաջողվեց փոխել ամերիկյան դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ նախագահը ցանկանում է նվաճել Գրենլանդիան։ Հետևաբար մենք դեռևս ունենք հիմնարար անհամաձայնություն։ Սպիտակ տնից հեռանալուց հետո հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։ Գրենլանդիայի արտգործնախարար Վիվիան Մոցվելտը հուզվել է ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, բայց վերջին օրերն են բնականաբար։ Ես շատ հուզված եմ։ Նախորդ մի քանի օրը ծանր էր մեզ համար։ Ավելի վաղ ամերիկյան մամուլում շրջանառվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը $700 միլիարդ Գրենլանդիան գնելու առաջարկ է պատրաստում։